Բարև ձեզ հայեր ջան, ես դիմում եմ սաղ հայ ազգին, հայ մեր ժողովրդին։ Ես ուղղակի իմ կարծիքը կհայտնեմ, որ Ռուսաստանի մասին այդպես խոսքեր են ասում սոցցեցերում, յութուբում, որ Ռուսաստանը վատ է, բայց արեք մի բան հիշենք, Ռուսաստանը ինչքան մեր հետ է եղել, մենք միշտ մնացել ենք հանգիստ ու ամենակարևորը մեր երեխեքը մեր ձեռքն են եղել, մեր բալեքը, որ 5000 հոգի գնացել են, այդ 5000, բայց որ վերցնես ավելի շատ։ Մեր հետ են եղել, մեր երեխեքը, մեր ջահելները, մեր ապագանները։ Ես խոսում եմ Ռուսաստանից ու մի բան մենակ կարամ ասեմ, ինչքան մեր հետ է եղել Ռուսաստանը, մենք ապրել ենք, վատից լավից ապրել ենք, բայց հիմա մտածենք մի բան, առանձնապես մի բան, որ մենք Ռուսաստանից լավ իան տվեցինք, ինչ ալնելու մեր վիճակը, օրեցօր թուրքերը գալու են լծվեն ընդեղ, արդեն լծվում են, դա էլ կա, արդեն լծվում են, հետագայում ոնց կլինի, Երևանն էլի Իրևան կոչեն ու վсё։ Ես իմ կարծիքն եմ արտահայտվում, իմ կարծիքը ավելի լավ է Ռուսաստանի հետ, քան թե թուրքերի հետ, հավատացեք ինձ, դա կա, ժողովուրդ ջան, ես ձեզ շատ եմ սիրում, ես հայասեր տղա եմ, ու իրոք բան եմ ասում, երևի ամենափոքր տարիքով երեխա ժամանակ պատերազմի մասնակցող 90-ական թվերին, 15 տարեկանից պատերազմի մասնակցել եմ ու մինչև վերջ, և 95 թվից դուրս եմ եկել, 95 թվից դուրս գալուց հետո, որ հաց ու սոխ էինք ուտում, երևի կհիշեք, ես գնացի Ռուսաստան, որ կարողանամ օգնեմ գոնե մորս, մնացածին, աշխատելու և եկա մնացի ստեղ Ռուսաստանում, արդեն 30 տարի, ես մեծ հաճույքով կուզենայի մնայի իմ երկրի վրա, աշխատեի, նալոգները մուծեի իմ երկրի վրա, բայց հենց ստացվեց, որ ես գնացի Ռուսաստան, ստացվեց, բայց ես խնդրում եմ ժողովուրդ, հա, ամեն մարդ իր կարծիքը ունի,
Բայց դե ամենակարևորը, որ հիշենք, որ Հայաստանը կա, մնացել է ու պիտի մնա։ Արեք մտածենք այդ ուղղության մասին։ Ես ձեզ շատ եմ սիրում, հայ, իմ հայազգ, շատ եմ կարոտում։ Մնացածն էլ ես ուղղակի մենակ մի բան կարամ ասեմ, որ ես իմ կարծիքը արտահայտվեցի, որ ես կընտրեի, իմ կողմից կընտրեի ավելի լավ է Ռուսաստանի հետ, քան թե թուրքերի։ Թուրքերը այսօր փշի կանեն, բայց թուրքը մնում է թուրք, ես պատերազմի ժամանակով տեսել եմ, շատ բան եմ տեսել, թուրքը մնում է թուրք։ Նա վերջում փշի անելով անպայման մեր ոտը կուտի։ Արեք միասին որոշենք, մտածենք, հերիք այդ խաղերը Հայաստանում, ամեն մեկը իր կողմից, Քոչարյանի մարդիկ են կողմից, Փաշինյանի մարդիկ են կողմից, այս խեղճ ժողովուրդը արդեն էլ չգիտի ում հավատա, ինչ անի, դրա համար էլ սուս է մնացել, դրա համար չի ուզում խառնվի, Ես ձեզ ցանկանում եմ բարեբախտ օրեր և տարիներ, բայց վերջում մնա անունը Հայաստան, Երևան։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Իմ սիրված հայեր, միասին, սաղդ միասին